Հոսանքի թանկացման փոխհատուցումը կվճարվի մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերում խորհրդատվական աշխատանքները կավարտվեն նոյեմբերին։ Գործադիրը նիստ էր հրավիրել։ Ուրեմն կառավարության հետ մենք միշտ հանդիպում ենք, սկսած Տիգրան Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանով վերջացրած։ Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել պետության կարիքների համար օտարված բնակարանների բնակիչները։ Նրանք պահանջում են խոստացված փոխհատուցումը։ Ղարաբաղի ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին նկատվում է իրավիճակի կտրուկ փոփոխություն։ Ադրբեջանի եւ հայկական երկու պետությունների միջև հարաբերությունները որքանով է որոշվում գերտերությունների կողմից։ Արցախի նախագահի մամլոխոսնակի անդրադարձը։ Ինչ կլինի, եթե ռուբլու գոտի դարձնեն Հայաստանը, մասնագետների կարծիքը։ Հայաստանը 96 երկրների շարքում 43-րդն է, ըստ տարեց քաղաքացիների կյանքի որակի։ Եթե անցած տարի Հայաստանը 40-րդ հորիզոնականն է զբաղեցրել, այս տարի 3 տեղով նահանջել է։ Գործադիրի նիստին այսօր առաջին անգամ էր մասնակցում նորանշանակ արտարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Վարչապետ Աբրահամյանը նիստի սկզբում շնորհավորեց եւ պեղնավոր աշխատանք մաղթեց նրան։ Օրակարգի հարցերը քննարկելուց առաջ Աբրահամյանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել Հետզում աուդիտորական ընկերության աշխատանքների ընթացքի մասին։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին, իսկ նոյեմբերին կավարտվեն բոլոր 3 փուլերի աշխատանքները։ Եվ պարոն Գաբրիելյան, հիմնավորումը սակագնի ճշտության մենք մինչև սեպտեմբերի վերջ կունենանք։ Այո, մասնավորապես եզրակացությունը, որ պետք է դա առաջի փուլում, դա 2015-16 թվականի սակագների, ինչպես նաև դրանց փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունների գնահատում եւ կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնի չբարձրացման որոշման կայացման հետևանքների գնահատում։ Սրանք այն եզրակացություններն են, որոնք ըստ պայմանագրի պետք է տրվեն առաջի փուլի վերջում։ Հովիկ Աբրահամյանը հարկ համարեց նշել, որ կառավարությունը կատարելու է էլեկտրաէներգիայի խոստացած փոխհատուցումը մինչև խորհրդատվության ավարտը եւ նախարար Երվանդ Զախարյանին խնդրեց ներկայացնել փոխհատուցման ծավալների ճշգրտման աշխատանքների մասին տեղեկություն։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ եւ Հայաստան էլեկտրական ցանցերի հետ միասին ճշտվում են մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն եւ փոխհատուցումները կվճարվեն նույն շաբաթվա ընթացքում, այսինքն մինչև ամսի 20։ Տեղեկատվություններ են տարածում հասարակության մեջ, որ որևէ բան չի արվում, աշխատանք չի կատարում, ուղղակի կառավարությունը ինչ որ պարտավորություն վերցրել է իր վրա, բոլոր իրականացնես ժամկետների եւ պատասխանատվության։ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը գործադիրին ներկայացրեց նախագիծ, ըստ որի պետք է փոփոխություն կատարվի առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման եւ քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության եւ երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին որոշման մեջ։ Նախագիծը սակայն Աբրահամյանի սրտով չէր։ Մենք հիմա ավելի խստացման ենք գնում, բայց դա ինձ համար անհասկանալի։ Հիմա այսօր այս տնտեսական պայմաններում հարկավոր է հակառակը միշտ ավելի բեռը թեթևացնել, ավելի հնարավորությունները մեծացնել, դյուրացնել բիզնես աշխարհի համար կյանքը։ Ոչ թե հիմա այսքան տարի մենք հանդուրժել ենք այս պայմանները, հիմա բերել խստացնում ենք։ Պատճառն ի՞նչն է, առիթն ի՞նչն է։ Ամեն մի գերատեսչություն ուզում է իր ներկայությունը եւս մեկ անգամ հաստատի։ Կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարժ Քոչարյանը պատասխանելով սահմանում առկա իրավիճակի եւ դրա հետ կապված հայկական կողմի դիվանագիտական ասպարեզում կատարված աշխատանքի մասին ասաց. Մեր անվտանգության եւ պաշտպանության հարցում մենք առաջին հերթին մեր հույսը կդնենք մեր վրա։ Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորությունների կատարմանը, դա այլ բան է, բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ որևէ երկիր, եթե իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, ներողություն, դա կարող է շատ տխուր ավարտվել։
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին Բուզանդի, Արամի, Ֆիրդուսու բնակիչները, պահանջելով լուծում տալ իրենց բնակարանային խնդրին։ Նրանց եւ մի քանի այլ փողոցի բնակիչների տներ տարիներ առաջ ճանաչվել են գերակաշռ եւ օտարվել պետության կարիքների համար։ Դեռ 2007-2008 թվականներին կնքված եռակողմ բնակիչ կառավարություն Glendale Hills պայմանագրի համաձայն 3 տարի անց բնակիչները պետք է նոր բնակարաններ ստանային։ Մինչև օրս սակայն խոստացված բնակարանները չեն ստացել եւ որ ավելի վատ է հույս էլ չունեն, որ կստանան, շինարարություն չի կատարվում։ Ուրեմն կառավարության հետ մենք միշտ հանդիպում ենք, սկսած Տիգրան Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանով վերջացրած իր պաշտոնին անցնելու օրվանից մեզ ընդունելա, լսելա եւ խոստացելա, որ հարցը կլուծվի, բայց մինչև այսօր հարցը լուծում չի ստացել։ Հիշեցնենք, կառավարության դիմաց վերջին բողոքի ակցիայից հետո, երբ բնակիչները նաև փողոց փակելու փորձ կատարեցին, Հովիկ Աբրահամյանը ընդունեց նրանց եւ խոստացավ, որ սեպտեմբերին արդեն կսկսի գումարային տեսքով փոխհատուցումներ տրամադրել։ Հայտարարությանը, սակայն բնակիչների պնդմամբ գործնական քայլեր չեն հաջորդել։ Ոչինչ չեն անում, հերթական անգամ։ Մեզ միայն խաբում են, ուրիշ ոչ իման չենք հասկանում ինչա կատարում։ Վերջերս 4 հոգով մտել են 3 չառաջ օրը Ֆիրդուսի փողոցից, որ ասեն ինչ նորություն կա։ Glendale-ի տնօրենն ասելա գնացեք, ոչ գումար կլինի, ոչ փոխհատուցում, ոչ է վարձ։ Շատերը դիմել են դատարան եւ պնդում են, որ դատավարությունը դիտավորյալ տարիներով ձգձգում են եւ ամեն դատական նիստին հայտարարում են հաջորդը մի քանի ամսով հետաձգելու մասին։ Բնակիչները սակայն նշում են, որ չեն հանձնվելու եւ եթե առաջիկայում իրենց հարցին լուծում չտրվի, բողոքները դարձնելու են ամենօրյա։ Ով որ կասի, որ գնացեք օրենքով, դա այդ սուտ է։ Արդեն հիմա նոյեմբերի 24-ին մի տարին կլրանային, հոկտեմբերի 6-ին է նշանակված, դատը տեսնեմ ինչ ա լինելու, կամ չեն ներկայանում դատի, ու դատը հետաձգում է 3 ամսով։ Բայց փողերը ուր են գնացել, որ այս շենքերը չեն կառուցվել, հա։ Ընդհանուր առմամբ հակառակորդը համեմատաբար իրեն զուսպ է պահում Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, բայց չեմ կարծում, որ իրավիճակի փոփոխությունը պետք է ուղղակիորեն կապել հանդիպման հետ։ Գալայի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամլոխոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով սահմանում իրավիճակի կտրուկ փոփոխությանը։ Հիշեցնենք, որ ինչպես Ղարաբաղը ադրբեջանական, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին նկատվեց լարվածություն, հատկապես Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցելությունից հետո, եւ շարունակվեց այնքան ժամանակ մինչև Սարգսյանը գնաց Մոսկվա Պուտինի հետ հանդիպման։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, իսկ սա եւս մեկ անգամ մեսիջ էր, որպեսզի նույն Ադրբեջանը չխախտի զինադադարի ռեժիմը եւ չի ստեղծի վտանգավոր պահեր։ Մեր այն հարցին, թե Ադրբեջանի եւ մեր հայկական երկու պետությունների միջև հարաբերությունները լարվածությունը որքանով է որոշվում գեշտերությունների կողմից եւ արդյոք իրավիճակի սրումն ու հանդարտությունը չի կարգավորվում այդ կենտրոններից, Դավիթ Բաբայանը պատասխանեց. Ադրբեջանի պարագայում դժվար է միանշանակ նման եզրակացություն անել, որովհետև այն ֆաշիստական պետություն է եւ պետք չէ որևէ մեկը կողքից թրթի։ Գերտերությունները չեն ասում փակեք ԵԱՀԿ-ի գրասենյակը, ազատություն ռադիոկայանը։ Ամեն դեպքում մենք նկատում ենք, ամեն ինչ անում են Ադրբեջանին մի փոքր կառուցողական դիրքի բերելու համար։ Ինչ մնում է Կիրակի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարության կողմից արված կոշտ հայտարարությանը, որը նպատակ ուներ սթափեցնելու ավելի շատ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին, Արցախի նախագահի մամլոխոսնակն ասաց, որ դեռ սպասում են լուրջ արձագանքների, սպասում են, որ միջազգային հանրությունը հայտարարություններից կանցնի կառուցողական քայլերի։ Օրինակի համար Արցախը ակնկալում է, որ տնտեսական պատժամիջոցներ սկսեն կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանը 96 երկրների շարքում 43-րդն է ըստ տարեց քաղաքացիների կյանքի որակի։ Սա Age International միջազգային կազմակերպության վերջին ուսումնասիրությունների արդյունքներով։ Զեկույցի համաձայն, որը հրապարակել է կազմակերպությունը, Հայաստանում վիճակն այս մասով ոչ թե բարելավվել է, այլ ճիշտ հակառակը։ Այս տարի վիճակն ավելի վատ է, քան անցած տարի։ Եթե անցած տարի Հայաստանը 40-րդ հորիզոնականն է զբաղեցրել, այս տարի 3 տեղով նահանջել է։ Ազգային ժողովի падգամավոր հանրապետական Սուքիաս Ավետիսյանը Գալայի հետ զրույցում ասաց, որ սա խիստ մտահոգիչ է նաև իշխող կուսակցության համար։ Падգամավորը համաձայն է, որ այս տարի տարեցներն ավելի աղքատ են Հայաստանում, քան անցած տարի եւ տալիս է նաև իր բացատրությունը։
Եթե համեմատում ենք անցած տարվա հետ, հասկանում ենք, որ դրամի փոխարժեքի փոփոխություն է տեղի ունեցել, կյանքն այս տարի թանկացել է եւ ցավոք սրտի տարեցների եկամուտները չեն ավելացել, այնպես չէ, որ հատուկ բաներով վատացել է իրենց վիճակը, ուղղակի սա է խնդիրը։ Երկրորդ պայմանն էլ կա, որը նպաստել է, որ տարեցներն ավելի աղքատանան։ Հանրապետական падգամավորն ասում է, որ տարեցների գերակշռող մասն ապրում են հարազատների հույսով, որոնք արտեշկրում են։ Ընտանիքների երիտասարդները գնացել են արտեշկիր եւ գումար են ուղարկում ծնողներին։ Տրանսֆերտների կրճատումն էապես ազդեց, անցած տարվա վերջից շատ են պակասել տրանսֆերտները, ոչ թե փոքրինչ են պակասել, այլ իրոք պակասել են, եւ չմոռանանք, որ տարեցների գերակշռող մասն ապրում է զավակների բարեկամների հույսով։ Մարդիկ փող են ուղարկում, որ տարեցներն իրենց հոգսերը հոգան։ Հիմա փողը պակասել է, տարեցներն աղքատացել են։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլու հրաժարվելով դոլարից։ Նրա խոսքերով Հայաստանը պաշտպանում է այն տեսակետը, որ Եվրասիական տնտեսական միության դոլարիզացիան պետք է կրճատել։ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո մշտապես եղել է միասնական արժույթի անցնելու մտավախությունը։ Ռուսաստանյան կողմը տարբեր առիթներով մշտապես ակնարկել է այդ մասին։ Գալայի հետ զրույցում թեմայի վերաբերյալ խոսել է Հայաստանի արտահանողների միության նախագահ Ռաֆի Մղչյանը։ Միասնական արժույթի անցնելու մասին հայտարարությունները նա ոչ միայն իրատեսական չի համարում, այլև գտնում է, որ այդ գործընթացը հղի է լուրջ վտանգներով Հայաստանի համար։ Նախ որպես հայ չեմ կարող երկար տարիներ սպասելուց հետո, երբ որ ես իմ անկախ Հայաստանն ունեմ եւ իմ հայկական դրամն ունեմ, ունակ չեմ նորից հանդուրժել, որ դառնամ ստրուկ, դառնամ ինչ-որ մի միության անդամ եւ օգտագործեմ ռուբլի։ Սա իմ գաղափարներին եւ իմ մտքերին լրիվ հակասող բան է։ Երկրորդն էլ չի կարող մի երկիր, որն այսօր սնանկության եզրին է, իր մահացած ռեանիմացիայի մեջ գտնվող փողը ստիպի, որ մենք էլ այդ իրավիճակի մեջ գտնվենք։ Ես գտնում եմ, որ դա աբսուրդ է։ Տնտեսագետ Արզուման Հակոբյանը բացատրում է, կա համակարգային տնտեսություն, որի համաձայն մինչև մի արժույթ իր տեղը գտնի շուկայում դրա համար տասնյակ տարիներ է պահանջվում։ Հիմա մի իրավիճակից փորձում են անցում կատարել մեկ այլ իրավիճակի, որն էլի այդքան ժամանակ է պահանջում, որ այդ արժույթը կայանա կամ չկայանա։ Դա մի սարսափելի բան է մեր այսօրվա տնտեսության համար։ Եվ նույնիսկ եթե ամեն ինչ կարգին լիներ, տնտեսությունը դրական տեմպերով զարգանար, մենք քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրներ չունենայինք, միևնույն է։ Այդ բոլորը հաշվի առնելով, այլ արժույթի անցնելը հիվանդագին կամ ցավագին երևույթների մասին է խոսում։ Հիշեցնենք, որ թեև Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը լայն հեռանկարներ էր խոստանում Հայաստանին, սակայն օրինակ այս տարի ցուցանիշները մեղմ ասած գոհացնող չեն։ Ռուսաստանից Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումները ահռելի չափով նվազել են։ Օրինակ, եթե նախորդ տարի ներդրումները կազմել են 36.4 միլիարդ, այս տարի 3.4 միլիարդ դրամի չափով են կատարվել ուղղակի ներդրումներ։ Թվերը շատ ավելի խոսուն կերպով են ցույց տալիս Հայաստանի տնտեսության հեռանկարները ԵՏՄ կազմում, ասում են փորձագետները։ Դա հենց իմ նշած հիվանդության հետ է կապված, որ այսօր Ռուսաստանն ուզում է իր կայսրությունը ստեղծել, այդ մոլուցքով բերեց հասցրեց այս վիճակին, Ուկրաինայում պատերազմ է, ղրիմը զավթված, բերեց նրան, որ աշխարհը երես թեքեց նրանից, հիվանդ մարդուց ինչ տնտեսական ակնկալիքներ կարող ենք ունենալ, ընդհանրապես մենք ԵՏՄ-ից ներմուծումներ ենք անում, ուրիշ ոչ մի բան, տեսեք խանութներում ինչ է կատարվում, մտեք արտադրողների մոտ, տեսեք ինչ է կատարվում, ուր են մեր արտահանումները, ուր է այն շուկան, որը մեզ խոստացել էին, չկա այդպիսի բան, միֆ է։ Թուրքիայի ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության առաջնորդը մեղադրել է իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությանը սադրանքների մեջ, նշելով, որ նրանք կազմակերպում են հարձակումներ իրենց համակիրների վրա եւ քաղաքացիական պատերազմ են հրահրում։ Սելահադդին Դեմիրթաշը հայտարարել է. մենք կանգնած ենք ինքնադատաստանի առջեւ։ Նոյեմբերին Թուրքիայում տեղի է ունենալու արտահերտ ընտրություններ, իսկ երկրում ներքաղաքական իրավիճակը ծայրահեղլարված է եւ Դեմիրթաշը հայտնել է, որ համոզված չէ, թե ընտրությունները կկայանան, քանի որ Թուրքիայում 100 շրջաններ համարվում են ռազմական գոտիներ, մասնավորապես երկրի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ հիմնականում բնակվում են քրդերը։ Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել հարձակումներ քրդերի եւ նրանց տների ու խանութների վրա։ Բացի դրանից հարձակումներ են կատարվել լրատվամիջոցների խմբագրությունների վրա։ Դեմիրթաշը մեղադրում է նախագահ Էրդողանին, պնդելով, որ նա է որոշել սկսել այդ պատերազմը։ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդը հերքում է թուրք ազգայնականների այն պնդումը, որ իրենց կառույցը համարվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության քաղաքական թևը։
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին հետմահու պարգևատրել են ազատության մրցանակով, որն ամեն տարի հանձնում է Վաշինգտոնի միջազգային հանրապետական ինստիտուտը։ Մրցանակը ստացել է նրա համակիր Պառնաս կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Կարամուրզակրտսերը։ Որպես գործիչ Բորիս Նեմցովը միշտ առանձնացել է, նա երբեք չի դավաճանել իր սկզբունքները, ընկերներին եւ երբեք իր շահերը բարձր չի տասել երկրի շահերից, ասել է Կարամուրզան։ Մրցանակը հանձնել է ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ սենատոր Ջոն Մաքքեյնը, ով հայտնի է ռուսաստանյան կառավարության հասցեին հնչեցրած սուր քննադատություններով։ Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում գրանցվել են Խոդորկովսկի անգլալեզու եւ ռուսալեզու բրենդները։ Հայտը ներկայացրել է բրիտանական մի ընկերություն։ Գրանցման հիմնական նպատակը Խոդորկովսկու ազգանունը շահարկումներից պաշտպանելն է, կարծում են իրավաբանները։ Պաշտպանության տակ հայտնվել են ավելի քան 150 ապրանքներ եւ ծառայություններ, որոնք կարող են ներկայացվել այդ ապրանքանիշով։ Դրանց թվում են քաղաքական հիմնադրամները եւ լոբինգ կառույցները, անշարժ գույքի բիզնեսը, ինչպես նաեւ հագուստ, կոշիկ եւ համակարգչային խաղեր։ Բրենդների գրանցման հայտերը ներկայացվել են 2013 թվականին, երբ գործարարը դեռևս գտնվում էր կալանքի տակ։ Դրանք ուժի մեջ կմնան մինչև 2023 թվականը։ Սեփականատերը Լոնդոնում գրանցված մի ընկերություն է, որին պատկանում է նաև բաց Ռուսաստան հասարակական հիմնադրամի ապրանքանիշը։